Պարոն Խզմալյան, ձեր գնահատականը ո՞րն է CVKM-ի հրապարակած փաստաթղթին Եզրաստ Սրբազանի գործակալ լինելու հետ կապված։ Չեմ զարմացել բուն փաստից, որովհետև մենք մեր սերունդը ոչ մի անակնկալ չի տեսնում։ Ես պարզապես այստեղ մեկ այլ խնդիր եմ տեսնում։ Նույն հատուկ ռուսական ծառայությունների գործակալները վխտում են բուն ԱԱՑ-ում, կառավարության, վանակի, գլխավոր շտաբի, տարբեր նախարարությունների կազմում, պես որ ես համարում եմ, որ դա կիսա ճշմարտություն է, որը ստի ավելի վատ է, քան սուտը, դա կեղծիքի նման բան է։ Բուն փաստը ես չեմ դնում կասկածի տակ։ Ես կասկածի տակ եմ դնում այն, որ դա ընտրովի արդարություն է, ինչը անարդարության պես մի բան է։ Ահա։ Իսկ նպատակը։ Նպատակը նախընտրական պայքարն է, կարծեմ այս ամիսներին ամեն ինչ նույն նպատակին է իշխանության կողմից ծառայեցվում։ Գլխավոր նպատակը իհարկե ավելի մեծ է, դա պառակտում մտցնել հայ հասարակության, ժողովրդի, ազգի մեջ, պետության մեջ եւ եկեղեցին այդ առումով թիրախներից հերթականն է։ Դրանից առաջ եղել են ներքին սոցիալական, ներքին քաղաքական եւ ներազգային հարցեր, նախկինները, ներկաները, արցախցիները, հայաստանցիները, սևերը, սպիտակները, հետո սփյուռքը, հիմա եկեղեցին, այս կամ այն մի ազգային կառույց, պես որ մեզ համար սա սկզբունքի հարց է, սա ոչ միայն եկեղեցու դեմ է պայքարը, սա պայքար է ընդդեմ որևէ բանի հանուն չէ, ընդդեմ ազգային համերաշխության, միասնության, արժանապատվության, մոտավորապես այսպես ես կբնութագրեի իրավիճակը։ Տեսեք, մի կողմից իշխանությունները այդ ռուսական հետք են ման գալիս, գործակալներ, ազդեցության գործակալներ, մյուս կողմից նրանք շատ ակտիվ ռուսական հարթակներում շարունակում են իրենց մասնակցությունը, ԵԱՏՄ-ն, օրինակ, ձեզ համար հասկանալի է նրանց գիծը։ Միանգամայն։ Վերջերս Մարիա Զախարովան շատ հստակ նշեց դա, ասելով ես չեմ հասկանում ինչու՞մն են մեղադրում մարդկանց, ում համարում են Ռուսաստանի գործակալ Հայաստանի իշխանությունները, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանը օրնիբուն խոսում է Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի օրինակ հետ հարաբերությունները խորացնելու, լայնացնելու, երկարացնելու եւ այլն մասին, այսինքն մեղադրում է ուրիշներին նրա համար ինչով ինքն է զբաղվում, ռետորական հարց է տալիս Մարիա Զախարովան։ Ես կարծում եմ, որ սա հակամա բավական հետաքրքիր բացահայտում է, որովհետև սա ոչ թե մի կողմին ռուս գործակալ անվանելն է, սա երկու գործակալական խմբերի, նույն ընդ որում KGB գործակալների խմբերի մրցույթ է, մրցակցություն, թե ով ավելի հավատարիմ կլինի տերերին եւ ով կստանա տերերի բարեհաճությունը եւ աջակցությունը ընտրություններին։ Ես պնդում եմ դա ամիսներ շարունակ։ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես 25 թվականի մայիսին վերջնականապես համոզեց Պուտինին, որ նա կատարելու է Ռուսաստանի բոլոր ցանկությունները եւ խնդրեց դրա դիմաց չաջակցել նրա մրցակիցներին, որոնք նույնպես ապավինում են Ռուսաստանի վրա։ Այդ մրցակիցների թվին պատկանում է եւ Սամվել Կարապետյանը, եւ Եզրաստ եւ Կտրիչ Ներսիսյան եղբայրները, փաստորեն
նրանք բոլորը մրցում են KGB-ի Պուտինի աջակցությունը մենաշնորհելու համար։ Սա է տարիներ շարունակ եղել եւ առայժմ ցավոք սրտի մնում է հայկական իշխանությունների, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան հիմնական զբաղմունքը։ Ահա։ Իսկ Եմեն ինչու է աջակցում ընտրությունների հետ կապված։ Եմեն աջակցում է ընտրություններին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ դրա ապացույցն այն, որ եթե մենք նայենք թվերին, իսկ անգլերենում կա այդպիսի լավ արտահայտություն money talk, փողերը խոսում են ամենահամոզիչ ձևով, այն գումարը, որը Եմեն տվել է ընտրություններին, դա մեղմ ասած շատ համեստ գումար է։ Եթե հիշենք, որ նույն օրերին օրինակ Եվրամիությունը Մոլդովային մեզնից ոչ շատ բանով տարբերվող երկրին քանակով եւ խնդիրների ամբողջ այդ ծաղկի փնջով տրամադրել է հակաօդային պաշտպանություն։ Իսկ Հայաստանին տրամադրել է կարծեմ 12 միլիոն եվրո փող, էնել բավական հասկանալի բանի համար, պաշտպանվել ռուսական ազդեցությունից, մինչդեռ ռուսական հեռուստա եւ ռադիո եթերը անխափան սպառվում են Հայաստանի եթերում։ Սա կեղծավորություն է, ես այդ մասին Եվրամիության իմ գործընկերներին ասել եմ։ Ես լսել եմ զուսպ պատասխան, որ մենք տարբերում ենք Հայաստանի ժողովրդին եւ իշխանություններին։ Իսկ ամերիկյան ուղղությամբ ինչ առաջընթաց եւ հերանեկարներ կան, մենք տեղեկություններ կարդացինք, մասնավորապես Արման Բաբաջանյանը դա հրապարակեց եւ արտգործնախարարությունը ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ հաջորդ տարի փետրվարին Հայաստանը ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Սա առանձին ու մեծ հարց է, բանն այն է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը վերջին ամիսներին կտրուկ փոփոխություններ է կրում եւ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները հրաժարվում են աջակցել Եվրոպային, ՆԱՏՕ-ին ընդհանրապես իր ավանդական դաշնակիցներին, ինչպես օրինակ Ճապոնիային, Թայվանին, դա աշխարհակաղակական փոփոխություններ է բերում աշխարհին եւ այդ ֆոնի վրա ապավինել Միացյալ Նահանգների աջակցության հեռավոր Հայաստանում, որը նախագահ Թրամփը մեկ Ալբանիա, մեկ Կամբոջիա հետ է շփոթում, շատ միամիտ է։ Ես չեմ ասում, որ դա անհնար է, որովհետև եթե մենք օգտագործենք հենց եկեղեցու եւ քրիստոնեության գործոնը, ապա օրինակ փոխնախագահ Վենսի վրա այդ գործոնը կարող է մեծ տպավորություն թողնել, ես չեմ խոսում Թրամփի մասին, բայց փոխնախագահ Վենսը իրեն դիրքավորեց որպես ընդգծված քրիստոնյա եւ քրիստոնեական հավատքի աջակից, այդպես որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ հնարավորություններ ուներ եւ վատնեց այդ հնարավորությունները եւ Արցախի հարցը եւ փախստականների Արցախից փախստականների հարցը եւ ռազմագերիների ու պատանդների հարցը օգտագործել իշահ հայ ժողովրդին, կարծեք կարողանա Հայաստանի իշխանությունը հիմա փոխել այդ միտումը, ես չգիտեմ, եթե Արոն Բաբաջանյանի տեղեկությունները հաստատվեն եւ Վենսը գա, մենք կարող ենք ինչ-որ բաներ սպասել, բայց չմոռանանք, որ հենց Թրամփի հետ հանդիպել էր վարչապետ Փաշինյանը եւ չգտավ ավելի լավ բան, քան ասել Թրամփին կարճ զրույցի ժամանակ, որ Վաշինգտոնում ասֆալտ ավելի վատն է, քան Երևանում։ Ստերևութի դա էր ամենակարևոր խնդիրը, որը բերեց Նիկոլ Փաշինյանին Վաշինգտոն։ Ինչ վերաբերում է ամերիկյան միջամտությանը TRIP նախագծին, ես եղել եւ մնում եմ շատ զգուշավոր եւ զուսպ, եթե չասեմ սկեպտիկ այդ ամեն ինչին, որովհետև ի վերջո դա սպասարկում է Թուրքիային,
Ադրբեջանին եւ հեռանկարում նաեւ Չինաստանին։ Իսկ իրավիճակը օգոստոս ամսից փոխվել է։ Ես դեռ օգոստոսին ասում եմ, որ դա անհեռանկար ուղղություն է։ Բավական է նկատել, որ Իսրայելը կտրուկ փոխել է իր դիրքորոշումը եւ հիմա դիրքավորվում է Հունաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի դեմ եւ պետք է ասել, որ օգոստոսի վերջին եւ սեպտեմբերին Իսրայելը հստակ քայլեր էր անում, առաջարկություններ էր անում մերձեցման Հայաստանի հետ, բայց Փաշինյանը երկու անգամ մերժեց Նեթանյահուի մեկնած ձեռքը եւ դա խոշոր սխալ է, որովհետեւ դա մեծ ազդեցություն կունենա նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին։ Ես չէ որ պետք է բացատրեմ Իսրայելի ազդեցությունը Վաշինգտոնի վրա։ Այդպես որ ես բավական մեծ կասկածներով եմ վերաբերվում այդ հեռանկարներին, ինչ վերաբերվում է հայ-ամերիկյան հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը, ես պնդել եմ դա տարիներ շարունակ եւ շարունակում եմ պնդել, որ Հայաստանը պետք է ընտրի հստակ Եվրամիությանը, այլ ոչ թե Միացյալ Նահանգների աջակցությունը։ Միացյալ Նահանգները հեռու են եւ Թրամփի օրոք արդեն մեկ անգամ 2020 թվականի աշնանը ձեռնպահ մնացին մեզ համար ճակատագրական բան, երբ որ Եվրամիությունը եւ Ֆրանսիան փորձում էին միջամտել Ռուսաստանի, Չինաստանի վետոն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի չեզոքությունը փաստորեն ճակատագրական եղան Հայաստանի համար։ Ես ոչ մի փոփոխություն այդ ժամանակից ի վեր չեմ տեսնում։